Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանի գլխավորությամբ հուլիսի 30-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում։ Մասնակցում էին ներքին գործերի նախարարության, ոստիկանության եւ գլխավոր դատախազության տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ։ Քննարկման առանցքում հանցավորության դեմ պայքարի ոլորտում շահագրգիռ գերատեսչությունների միջև համագործակցության արդյունավետության բարձրացմանը, իրավապահ մարմինների գործունեության համակարգմանն ու առկա խնդիրների լուծմանն ուղղված հարցերն էին։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել արձանագրված հանցագործությունների բնույթին, դրանց կատարման առավել տարածված եղանակներին, կազմակերպված հանցավոր խմբերի կողմից կիրառվող մեթոդներին, հանցագործությունների նախապատրաստման եւ կատարման ընթացքում օգտագործվող տարբեր սխեմաներին, դեպքերի քննության առանձնահատկություններին, ինչպես նաեւ դրանց կանխման, բացահայտման եւ ապացուցման գործընթացում ի հայտ եկող գործնական խնդիրներին։ Կարևորվել է ոստիկանության, նախաքննական մարմինների եւ գլխավոր դատախազության միջև համագործակցության առավել արդյունավետ կազմակերպումը, քրեական վարույթների շրջանակում իրականացվող քննչական եւ օպերատիվ հետախուզական միջոցառումների պատշաճ համակարգումը, ինչպես նաեւ միասնական գործելավոճի ձևավորումը։ Քննարկվել է նաեւ դատավարական փաստաթղթերի պատշաճ կազմման եւ ապացույցների ամրագրման միասնական պրակտիկայի ձևավորման վերաբերյալ հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաեւ տեսահսկման համակարգերի, տեխնիկական եւ թվային գործիքների առավել արդյունավետ կիրառմանը, վերլուծական աշխատանքի կատարելագործմանը, հանցավորության միտումների շարունակական ուսումնասիրմանը, ռիսկերի գնահատմանն ու կանխարգելիչ միջոցառումների պլանավորմանը։ Ընդգծվել է օրենսդրական եւ ենթաօրենսդրական կարգավորումների կատարելագործման հնարավորությունների ուսումնասիրության, ինչպես նաեւ գործնականում ի հայտ եկող խնդիրների լուծմանն ուղղված առաջարկությունների մշակման կարեւորությունը։ Քննարկման ավարտին մասնակիցները պայմանավորվել են ամրապնդել միջգերատեսչական համագործակցությունը, ապահովել ներկայացված առաջարկությունների փուլային իրականացումը եւ ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ հանցագործությունների նախականխման, կանխման, խափանման, արագ եւ լիարժեք բացահայտման, ինչպես նաեւ իրավապահ մարմինների գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ։